Շարունակում ենք ուրիշ նորությունները, հյուր ունենք եւ խոսելու ենք սննդամթերքի անվտանգության առնչվող հարցերի շուրջ։ Ես խնդրեմ գործընկերուն Սուսաննային ներկայացնել մեր հարգարժան հյուրին, խնդրեմ։ Սիրով եւ վստահաբար կարող եմ ասել, որ սա այն թեման է, որ հաստատ մտահոգում եւ հետաքրքրում է բացառապես բոլորին։ Այսօր հյուրընկալել ենք սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Սա այն թեման է, որ կարծես իր հետ ամեն օր նորություն է բերում, թե սպառողի համար, թե վերահսկիչ մարմնի եւ վերջին ամիսներին շատ ենք լսում թունավորման դեպքեր, լսում ենք դրանց հետևանքների մասին տեղեկանում ենք, հաջողվել է պատճառները բացահայտել։ Եվ որոնք էլ առավել հաճախ հանդիպող դեպքեր, կապված թունավորումների հետ եւ ինչն է պատճառը, խնդրեմ։ Շատ լավ, մի փոքր ներկայացնեմ ոնց է հասնում տեսչական մարմին այդ բողոքները, արձանագրվում է թունավորումը եւ ուղիղ կապի մեջ են գտնվում հիվանդությունների վերահսկման առողջության ազգային կենտրոնի հետ, ՀՎԿ-ի, որից ստանում ենք հաղորդագրություն, որ տվյալ անձը, սպառողը դիմել է բժշկական հաստատություն եւ ինչ բողոքով է ներկայացել եւ կասկածի դեպքում թունավորումը սննդային դիմում են արդեն տեսչական մարմնին։ Անմիջապես տեսչական մարմինը արձագանքում է, որովհետև այդ դեպքերում մենք ունենք արագ արձագանքման բաժին, որպեսզի կարողանանք պատճառները պարզել։ Իրականում յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ իրականացվում է վերլուծություն, որպեսզի հասկանանք եւ պատճառը եւ միջոցներ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկենք հետագայում այդ խնդիրը չունենալու համար։ Վերջին շրջանում, այո, ճիշտ եք, եւ մեր մոտ վերլուծությունը տարիների ընթացքում է իրականացվում, գրեթե պատկերը նույնն է, հիմնական օբյեկտները դրանք հանրային սննդի օբյեկտներն են եւ հիմնական արտադրատեսակը դա թռչնի միսն է, հավի միսը, որի հետ կապված խնդիրներ ունենում ենք։ Արձանագրված խախտումները վերաբերվում են ինչպես սանիտարահիգիենիկ պայմանների խախտմանը, այնպես էլ ոչ պատշաճ պատրաստման եւ պահման եղանակներին, սննդատեսակների։ Իրականում խնդիրը գլոբալ է եւ գալիս է նաեւ մուտքի ընդունելուց հումքի եւ պատրաստի տեսակների, այսինքն ընդունում են հումք շատ հաճախ, որոնք չեն ունենում անվտանգությունը հավաստող փաստաթղթեր, որը նաեւ մեր գործընթացն է ավելի բարդացնում, որպեսզի կարողանանք հետագայում հետագծելի ստուգումներ իրականացնել եւ հասկանալ տվյալ թռչնամսի արտադրողը կամ ներմուծողը, որ կազմակերպությունն է, որպեսզի մենք արագ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի այդ վտանգավոր սննդամթերքը շուկայում չտարածվի եւ շրջանառությունը չլինի։ Իսկ կարող է ամբողջ խմբականակը ներկրված կամ չգիտեմ արտադրված ինչ անել։ Այո, իրականում մի փոքր ներկայացնեմ կասեցումների մասով ինչ ենք իրականացնում։ Կասեցնում ենք տվյալ օբյեկտը, երբ որ սանիտարահիգիենիկ պայմանների խախտում է արձանագրվում, անմիջապես կասեցում է իրականացվում, իսկ լաբորատոր փորձաքննությունների հիման վրա, որը ցավոք 5-ից 7 օր է տևում, բայց ընթացակարգը այդպիսին է, դրանից հետո, եթե վտանգավոր սննդամթերքի իրացում է արձանագրվել, արգելվում է նորից կասեցվում է օբյեկտը եւ հետագծելի արդեն վերահսկողություն իրականացում է արտադրողի կամ ներմուծողի մոտ։ Եվ եթե խմբականակի հետ կապված այդ փաստարկը ունենք լաբորատոր փորձաքննությունը, ամբողջ խմբականակի իրացումը կասեցվում է եւ տվյալ խմբականակը ոչնչացվում է։ Ես մի հարց էլ ավել եմ, հաճախ լսում ենք, որ թռչնամսի մեջ հայտնաբերվում են հակաբիոտիկներ։ Ինչի համար են հակաբիոտիկ ավելացնում, կպատմեք, ինչն է։ Տեսեք, կենդանիների բուժման process-ում օգտագործվում են հակաբիոտիկները եւ բոլոր պարագաներում դրանք ունեն սպասման ժամկետներ, ինչպես կենդանիների բուժման հետ կապված, այս վերջում շատ քննարկվեց նաև բուսասանիտարական հսկողության մթերքների հետ կապված, երբ որ պեստիցիդներ են տալի, յուրաքանչյուր ապրանքատեսակ ունի սպասման ժամկետ, երբ որ ունենք այդ խնդիրը, այսինքն երբ որ պտուղը դեռևս գտնվում է, այդ ցողունի վրա եւ դեռ չենք պոկել, այդ պեստիցիդները դեռևս աշխատում են եւ յուրաքանչյուր արտադրատեսակ այդ ժամկետը ունի սպասման։ Նույնը հակաբիոտիկներն են, օրինակ կաթի միջոցով, երբ որ փոխանցվում է այդ հակաբիոտիկը, երբ որ կենդանուն բուժել են եւ այդ հակաբիոտիկները ստացել է, 21 օր դեռևս այդ կաթը օգտագործման ենթակա չի, կամ պետք է հորթերին կերակրեն կամ թափում են։ Բայց շատ ժամանակ մեր հնարամիտ տնտեսվարողները տվյալ կաթը նաեւ հավաքման կետեր են ներկայացնում եւ արդեն այդ միջոցով փոխանցվում է մսով, կաթով, այս դեպքում թռչնամսով, այո, եւ ունենում ենք հակաբիոտիկներ, որը իրականում շատ լուրջ խնդիր է եւ արդեն իսկ միջազգային հարթակներում է քննարկվում, որովհետեւ
որովհետև այս դեպքում սպառողները ձևավորում են ռեզիստենտականություն, կայունություն հակաբիոտիկի նկատմամբ եւ Եվ հետագայում հարկ լինելու դեպքում այլևս չեն աշխատում։ այո, հետագայում շատ լուրջ խնդիր կունենանք սովորական գրիպի դեմ, օրինակ բուժվելու պարագայում, որ չի ազդի տվյալ հակաբիոտիկը մարդու օրգանիզմի վրա։ Իսկ պատժամիջոցները այդ օրենքները խախտողների ինչպես են ազդում հետագա ընթացքի վրա եւ արդյոք ազդում է։ Դրանք ադմինիստրատիվ, հա, բնույթ են կրում, այսինքն դրանք ուղղանքներ են, ինչ որ Տեսակների մասին նաև Որքան գիտեմ, խոսենք։ քրեական չէ, պատասխանատվության չեն ենթարկվում, թե նման դեպքեր են կան։ Երբ որ կունենանք Աստված չանի մահացու դեպքեր, այսպեսին ասած, նաև Ինչ-որ քրեական թիվ կա, հա։ պատասխանատվությունը, այո, իսկ մնացած պարագայում իրենք վարչական տուգանքի են ենթարկվում եւ շատ ավելի լուրջ, հա, պատժամիջոցներից իմ տարիների փորձով ասեմ, եղել է, երբ որ մենք այդ խնդրի մասով բարձրաձայնում ենք եւ մեր կայքում հրապարակում ենք։ Այս դեպքում մենք ուղիղ ազդում ենք տվյալ արտադրողի հեղինակության վրա եւ հետագայում բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ լինում, որ տվյալ տնտեսվարողը իր բարի համբավը ասած վերականգնում է։ Ես մի հարց էլ ունեմ կապված հա թունավորումների հետ, մի քանի ամիս առաջ շատ աղմկահարույց գործ այսպես հանդիպեց Ռուսաստանում, չէ, թունավորվել է մեթիլային սպիրտից, հիշում եք, զանգվածաբար, այսպես տասնյակ մարդիկ, որոնք նույնիսկ մահեր եղան, այ Հայաստանում թունավորումներ ալկոհոլից հանդիպում են Եղել էին եւ Եղել են։ հաճախ երևույթ է առասար։ Ոչ, մենք նման դեպք ունեցել ենք, եթե չեմ սխալվում, 3 տարի առաջ եւ տվյալ ալկոհոլային խմիչքը ընդհանրապես արտադրության հետ կապ չուներ, անհատ, որը իր տանը պատրաստում էր Թորել այդ էին, ալկոհոլային այո։ խմիչքը, այո։ Ինչու՞մ է կանում մեր տեսչական մարմնի ուղիղ գործառույթներից, ասեմ էլի, մեր գործառույթը, որ իրազեկենք տնտեսվարողներին, որպեսզի կարողանան մեր աշխատանքում նպաստեն, օգնեն եւ կարողանանք խնդիրները բացահայտենք։ Երբ որ մենք իրազեկում ենք, որ հարգելի սպառող եղեք պահանջատեր, գնեք համապատասխան սննդատեսակը իր համապատասխան անվտանգությունը հավաստող փաստաթղթի արկայության դեպքում, ցանկացած կասկածի դեպքում դուք իրավունք ունեք իրացման ցանցից պահանջել անվտանգությունը հավաստող փաստաթուղթը, որպեսզի համոզվեք, որ տվյալ սննդամթերքը գնահատման գործընթաց է անցել, որը արդեն առաջի քայլն է, որտեղ իրականում աշխարհում որևէ երկիր չունի այդ ռեսուրսը, որ յուրաքանչյուր արտադրողին կամ իրացնողին կամ հանրային սննդի կետին ամենօրյա ռեժիմով վերահսկողություն իրականացնի։ Դրա համար կա ստանդարտացման գաղափարը, դրա համար կա տվյալ ստանդարտների շրջանակում գնահատման գործընթացը, այսինքն արտադրանքը շրջանառվում է այն պարագայում, երբ որ ինքը գնահատման գործընթացի արդյունքում փաստում է, որ համապատասխանում է ոլորտի իրավական կարգավորումներին եւ ունի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ։ Մեր սպառողների համար հասանելի լեզվով ասեմ, սերտիֆիկատը, որը իրավական տեսակետով համապատասխանության հայտարարագիրն է, անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունը եւ պետական գրանցման վկայականը։ Դե եկեք հանուն արդարության նաև հասկանանք, որ ամեն գնորդ չէ կամ շատ հազվագյուտ գնորդ սերտիֆիկատ կպահանջի, պատկերացրեք, փորձում ես հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել, լինի դա սուպերմարկետ, շուկա, մտար, վեսար, ընտրեցիր, գնեցիր դուրս եկար, էլ սերտիֆիկատ պահանջելու ոչ ժամանակ է լինում, ոչ ցանկություն հաճախ, բայց դրա հետևանքները շատ ավելի ծանր կարող է լինել։ Վերջին շրջանում ինչ ընկերություններ են կասեցվել։ Մեր բոլոր Հավանական կասեք ինչ խախտումներ են արձանագրվել, եթե դա ձեր գործառույթի մեջ է իհարկե։ իրականում մեր բոլոր կասեցումները հրապարակվում են մեր կայքում, բոլոր մտնում սննդի պատժամիջոցների այո, մեջ։ բոլոր սննդի շղթայի օպերատորները, իսկ դրանք ենթադրում են արտադրություններ, հանրային սնունդները, բոլորի կասեցումները հրապարակվում են եւ նույն կերպ էլ հրապարակվում են, երբ որ իրենց կասեցումը վերացվում է։ Հնարավոր որ մենք արտադրության ընդհանուր գործառույթն ենք կասեցնում, բայց երբ որ լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր սննդամթերքով մի տեսակ է, օրինակ ասեմ ավելի հասկանալի, արտադրում է մի շարք արտադրատեսակներ, բայց մենք այդ արտադրատեսակներից մեկի մեջ ենք խնդիր հայտնաբերել լաբորատոր փորձաքննության արդյունքում եւ երբ որ հաստատվում է, որ արտադրական process-ում այդ մի արտադրատեսակը իր գործառույթներով առանձնացված գործառույթ է, տվյալ առանձին գործառույթն է կասեցվում։ Օրինակ, հանրային սննդի վերաբերեմ, քանի որ թունավորումները ակտուալ են, խնդիրը հայտնաբերվել կերակրատեսակներից, մենք խոհանոցը կասեցնում ենք, բայց տվյալ հանրային սնունդը կարող է ուղղակի ըմպելիքները վաճառել, որ ինքը ունի արդեն արտադրական փաթեթավորած զովացուցիչ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ եւ այլն։
Այ սերտիֆիկատներից խոսեցիք եւ ուզում եմ ուղղակի մի փոքր վերլուծենք սպառողի վարքագիծը, ենթադրենք նույն որևէ խանութում կամ սուպերմարկետում։ Արամ ասաց, որ ժամանակ չկա եւ արագ գործողություններ անում դուրս են գալի, բայց կան նաեւ սպառողների այլ տեսակ, որ մանրակրկիտ յուրաքանչյուր պիտակը ուսումնասիրում են, բաղադրությունը, ինչ է պարունակում, երբ է արտադրվել, եյով ինչ որ բան կա, թե չկա եւ այլն, կան նաեւ այդպիսի բծախնդիր։ Նատրիումի գլուտամատ են փնտրում, այո, եթե դնում, եթե հայտնաբերում են։ Իսկ արդյոք միշտ այն ինչ որ զետեղված է պիտակի վրա 100%-ով համապատասխանում է բաղադրությանը։ Եվ որքանով վստահ է գրվածին։ Ստուգում եք, օրինակ տեսեք, ինչ որ ապրանք է, պատկերացրեք։ Գրված է ամբողջ ցանկը պարունակությամբ։ Լաբորատոր ստուգում անցնում են բոլոր ապրանքները, որոնք համապատասխանելիության վրա խանութում հանվում են վաճառքի։ Թե ընտրովի, ուղղակի պատահական, այսպես վերահսկող գնում են կատարում, այսպես ասած։ Խորքային կամ ձեր հարցն ինձ շատ բազմաշերտ եք տալիս, տեսեք, այո։ Սերտիֆիկացման ժամանակ, այդպես ասած, պարտավոր են գնահատող մարմինները արտադրանքի ձեր ասած բոլոր այդ ցուցանիշներով, ինչ որ պիտակի վրա է, նույնականացման գործընթաց է իրականացվում, որ տվյալ ապրանքը նույնականացնում են տեխնիկական կանոնակարգի շարքին դասելու համար։ Այ երբ որ նույնականացրեցին, դասեցին, որ տվյալ սննդամթերքը կատնամթերք է, համապատասխան իրավական ակտերով իր պահանջների նկատմամբ անցնում է լաբորատոր հսկողություն։ Արդյոք պարունակությունը համապատասխանում է մակնշմանը եւ դրա հիման վրա տալիս են արդեն սերտիֆիկատը, հայտարարագիր այդպես ասած։ Բայց օրենսդիրը այստեղ մենք շատ կարևոր կարգավորում ունենք սահմանած, որ անկախ դրանից, արտադրական process-ից է եկել այդ խնդիրը, թե իրացվում է, յուրաքանչյուրը իր գործընթացի փուլում տուգանվում է այդ խնդրի համար։ Օրինակ, եթե մենք իրացման ցանցում հայտնաբերել ենք, որ մակնշման անհամապատասխանությամբ սննդամթերք, դա արված է նրա համար, որ օղակաձև բոլոր փուլերում սննդի շղթայի օպերատորները մեկը մյուսի նկատմամբ հսկողություն իրականացնի։ Տեսեք, եթե մենք որևէ պարագայում իրացնողից չպահանջենք, որ ինքը սերտիֆիկատները պահի, պահման պայմաններին հետևի, որտեղ երբ որ արտադրողը մակնշում է, որ տվյալ սննդամթերքը պիտանի է 7 օր, նշվում է նաև պահման պայմանները, այսինքն արտադրողը դրա համար սահմանել է անվտանգությունը այդ օրերի քանակին եւ այդ պայմաններում պահպանելու դեպքում, եթե սառնարանային պահվածք է ենթադրում, բայց ուղղակի իրացման կետը դրել է սրահում, բնականաբար ինքը 7 օր պիտանության ժամկետ չի ունենա, ինքը շուտ կփչանա։ Հետևաբար այդ պատասխանատվության մասը դրված է իրացնողի վրա, որ արտադրողի կողմից սահմանված պահանջները, պայմանները պահպանվի, նաև մակնշման մասով, նաև անվտանգության փաստաթղթի մասով։ Մենք հիմա երևի տենց բոլոր արդեն տեղեկացված են սպանդանոցային ծագման մսերի մասով, որ պետք է պահանջենք, մենք իրացնողից ենք պահանջում, որ 5-րդ ձևով լինի, որը փաստում է, որ տվյալ միսը սպանդանոցային ծագում ունի։ Իսկ ինչ է իրանց ենթադրում դա, որ տվյալ միս այդ կենթանին սպանդանոց է մտել, որտեղ անասնաբուժ կա, հսկողություն է իրականացվել եւ մորթվել է հիգիենիկ պայմաններում, այսինքն նախկինում երբ որ մենք ունեինք բակային մորթ, որը հղի էր տարբեր տեսակի վտանգներով, ինչպես այդ կենթանին կարող է հիվանդ լիներ, նաեւ շրջակա միջավայրի, որովհետեւ այդ արյունը, բոլոր են օրգանները, որ հանում էին դուրս գետնին, շների, կատուների միջոցով փոխանցվեր շրջակա միջավայրին, այս ամենը կանխելու նպատակով, ինչպես նաեւ միջազգային պահանջին, որտեղ մեր բոլորիս նպատակն է միջազգային առևտրին մասնակցել, դուրս գալ միջազգային շուկա, մրցունակ լինել միջազգային շուկայում, այսինքն մենք պարտավորված ենք խաղի կանոնները ընդունել, որտեղ երբ որ դուք դիմում եք որևէ երկրում, որպեսզի ձեր արտադրանքը ներկայացվի եւ ունենանք տվյալ երկիր արտահանում, իրենց պահանջները պարտադիր են եւ առաջի դեպքում երբ որ մսամթերքը քննարկում էին, ասում էին դուք սպանդանոցային ծագման անցել եք, թե ոչ։ Իմիջիալոց մեր ապրանքները համապատասխանում են եվրոպական չափանիշների, որտեղ գիտեմ շատ խիստ են։ Նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում 10000 հավելանյութ է թույլատրված օգտագործել։ Եվրոպայում ընդամենը 300-ը։ Այսինքն ամերիկացի արտադրողները շատ ավելի ազատ են քիմիական կազմը, կամ չգիտեմ, նյութերի օգտագործման գործում, այսպես պահպանման ժամկետը երկարացնելու, քան եվրոպական արտադրողները։ Այո, հիմա մենք եվրոպական շուկայի մասին ենք սկսել խոսել հաճախ, արդյոք մեր ապրանքները համապատասխանում են մեծ մասամբ։ Այո, մենք արտահանում ունենք եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Եվրոպական միության երկրներ, եթե
Բայց քիչ, շատ քիչ։ Ձկնատեսակները, հա, ձկնամթերքը արդեն իսկ Եվրոպական միության համար արտահանումը բացվել է, նաև կոմպոզիտային պրոդուկտն է բացվել Հայաստանի համար, դեռևս պայքարում են կաթնամթերքի համար, այո, քիչ են քանակները, մենք ազատ շրջանառություն անում ենք ԵԱՏՄ երկրների շրջանակում՝ Ղազախստան, Ղրղստան, Ռուսաստան, Բելարուսիա ու Հայաստան, եւ մեր օրենսդրությունը հենց մոտարկած է այդ 5 երկրների միջև։ Այսինքն մենք պայմանական ասեմ, համարվում ենք պայմանական չի, համարվում ենք մի տարածք, ընդունել ենք բոլորս այդ պահանջները ստանդարտների հետ կապված, նույն անվտանգության հավաստող փաստաթղթերը ընդունել ենք, որ բոլորինս համարժեք են, որովհետև եւ գնահատման գործընթացը եւ մեթոդիկան եւ լաբորատոր փորձաքննությունները արվում են նույն դասային աշճանի վրա եւ համընդունելի են բոլոր 5 անդամ երկրների համար եւ հետեւաբար մեզ հնարավորություն է տալիս հեշտ առևտուր անելու ամեն անգամ որևէ ապացուցողական նյութեր կամ լաբորատոր փորձաքննություն չներկայացնելու։ Շատ ժամանակ մեզ են հարցնում, այ ամբողջ ապրանքատեսակները լաբորատոր փորձաքննության ինչու չեք ենթարկում սահմանային վերահսկողության ժամանակ, հասկանում եք, ծավալը ռեսուրսը եւ նպատակը պետք է հասկանանք, չէ՞ որ մենք ի սկզբանե գործողություն ենք իրականացրել, փոխ ճանաչել ենք միմյանց օրենսդրությունը եւ այդ գնահատման գործընթացը, որpիսի մենք ուղղակի փաստաթղթային զնման արդյունքում կարողանանք ապրանքները շրջանառել։ Ասեմ, որ ԵԱՏՄ-ից անգամ ներմուծում բառը չի օգտագործվում, շրջանառությունը կոչվում, բայց յուրաքանչյուր խնդրի դեպքում, եթե ունենք կասկած, եթե ունենք 5 անդամ երկրներից ծանուցում որևէ ապրանքատեսակի նկատմամբ, սահմանային վերահսկողության ժամանակ իհարկե իրականացվում է նաև լաբորատոր հսկողություն։ Այ դուք ասեցիք թշնամասի ներմուծողների հետ կապված, երբ որ մենք ներմուծված թշնամասի հետ կապված խնդիր ենք գտնում, սահմանային վերահսկողության ժամանակ տվյալ ապրանքը գտնվում է լաբորատոր խիստ հսկողության տակ։ Մինչև 10 լաբորատոր փորձաքննության արդյունքում խախտումներ չհայտնաբերվեն եւ այդպես ասած իրավրայց սանկցիան վերանա։ Մսամթերքի թեման ուզում եմ կրկին անդրադառնալ սովորական սպառողի համար։ Եթե մսամթերքը հայտնվել է խանութում արդեն, սա նշանակում է, որ դեռ երաշխիք չէ, որ անցել է բոլոր կանոնները, պայմանները այդ համապատասխան պետք է իսկապես պահանջել այդ սերտիֆիկատ ասվածը, թե եթե հայտնվել է վաճառքում, ուրեմն արդեն վստահելի է։ Իրականում հավատացեք, մենք վերահսկողության արդյունքում հայտնաբերում ենք, որ ոչ իրացման կետեր կան, որ դեռևս այդ անվտանգության հավաստող փաստաթուղթը չունեն, հավելեմ նաև վերջին թունավորման արդյունքում հարային սննդի կետում արագ սննդի կետեր, որտեղ մենք ուղղակի նույնականացում չենք կարողացել իրականացնել այդ շաուրմայի համար շարված այդ աշտարակը մսի, ով է ներմուծել, ինչ խմբաքանակ է եւ այլն, որպեսզի դա կարողանանք անենք, մենք պետքա փաստաթուղթ ունենանք եւ որևէ կերպ կարողանանք նույնականացնենք, որ այս արտադրողի եւ այս ներմուծողի կողմից այս խմբաքանակի միսը գտնվում է այդ շշի վրա, որ շարված է եւ հիմա եփվում է, որ շաուրմա պատրաստեն։ Սա չարիք է իրականում, որտեվ եւ այդ պահին մեր գործողություններն են կասեցվում, այսինքն այլ հնարավորություն չունենք, հասկանանք, որտեղից է դա գալիս, իհարկե ունենք եւ այս պահին անելու ենք, բայց ավելի լայն։ Հիմա մենք բոլոր ներմուծողների մոտ ենք պատրաստվում վերահսկողություն անենք, որտեղ թշնամիսը արդեն մեր մոտ ռիսկային ամենաբարձր սանդղակին է հասել եւ բոլոր ներմուծողների եւ բոլոր թշնամիսի արտադրողների տեղական իրենց մոտ այս պահին իրականացվում է վերահսկողություն, որպեսզի կարողանանք եւ բաղադրության հետ կապված ձեր կողմից նշած հակաբիոտիկները եւ այն մանրեները, որ հիմնականում սննդային թունավորման ժամանակ գրանցվում է լիստերիա, սալմոնելա, դրանց հայտնաբերման համար նմուշարումներ պետք է իրականացվեն, որպեսզի վերջնական հասկանանք մեր խնդիրը վերացնելն է մեր նպատակը, որ կարողանանք տվյալ խնդիրը վերացնենք։ 2 տարի առաջ իմ հետ մի դեպք եղավ, մինչև հիմա չեմ մոռացել, եւ հետո ճիշտ ասած մտքովս հա անցնում է վերհիշելով այդ դրվագը, արդյոք լավ, այդ խնդիրը ինչ լուծում ունի։ Հիմա նկարագրեմ։ Դեպի Գառնի տանող ճանապարհին նկատած կլինեք, տարբեր տեղերում դրված այսպես աշտարակով վաճառում են չիչխանի հյութ, օրինակ։ Մեկ անգամ սիրտս քաշեց, ասի հետս տանեմ տուն, բացեմ ջրով, ինչպես ընդունված է, եւ վիտամինացված եւ հարուստ, մի խոսքով, լավ ըմպելիք պատրաստելու մտադրությունով եկա տուն բացեցի եւ գարշահոտից անմիջապես թափեցի, որովհետեւ իրականում դա փտած ջուր էր, որը ներկված էր, իսկ ես գնել եմ ուղղակի ներկված հին ջուր։ Դե ոչ տերը կգտնես,
ճանապարհին ինչ որ մեկը բան է վաճառում ու ասեմ ես տեսնում եմ ակտիվ զբոսաշրջիկներն են գալիս կանգնում ոգևորված ինչ որ պահածոներ են առնում եւ այլն լավ այդ մարդիկ ովքեր դրանով զբաղվում են ինչ որ պատասխանատվության ենթարկվելու են կամ ինչ կա օրենսդրությունում ինչ որ վերանայումներ փոփոխություններ կան այս կապակցությամբ ինչ ինֆորմացիա ունեք խնդրեմ Իրականում օրենսդրական լուրջ փոփոխություններ անհրաժեշտ են մեր համակարգին, որտեղ շատ դեպքերում մեր գործողություններն էլ ավարտին են հասնում, մենք երբ որ խնդիրը դեռևս չենք կարողացել վերացնել։ Ձեր կողմից նշված խնդիրները բազմազան են։ Անգամ թունավորման դեպք կարող եմ վերջին ասել Սյունիքի դեպքը, երբ որ ուղակի բացյությա խնջույք ա եղել։ Այս պարագայում ոչ հիշում են ինչ ապրանքատեսակ են գնել, հա, մենք իհարկե նմուշարում ենք, որպեսզի հասկանանք այդ հետագծելի գնանք սկիզբը գտնենք, արտադրողը տվյալ մսամթերքի ով ա եղել, բայց տանը պատրաստել էին աղցաններ, մսային կերակրատեսակ, բաստուրմա, սուջուխ, այդ շոքին պատկերացնում եք, ոնց է պահման պայմանները պահվել, ով է իր տանը սառնանում, ոնց է պահել, ոնց են տեղափոխել, եւ մեր գործառույթը այստեղ իրազեկումն է միայն, որտեղ դրանից այն կողմ, այսպես ասած, ես եվրոպական կարգավորում կարող եմ ձեզ ասել, միգուցե, բայց էլի պետական մարմնին է, չի, օրինակ այնտեղ էլ թույլատրվում է, որ տան պատրաստված սննդամթերքները վաճառեն։ Մենք իրականում դա թույլ չենք տալիս, որ տարբեր իրացման կետերում, երբ որ ուղակի անհայտ ծագման որևէ փաթեթավորում չկա, մակնշում չկա, պիտակ չկա, դա մեր համար գնահատվում է անհայտ ծագման, իսկ օրենքով անհայտ ծագմանը նաև վտանգավոր սննդամթերք է դիտարկվում։ Իսկ դրսում տվյալ սննդատեսակները կարող են այդպես փողոցում վաճառվել եւ սպառող ինքն է որոշում գնի դա թե ոչ, որտեղ ձեզ իրազեկում են, որ ամռան շոքին այս ապրանքատեսակները վտանգավոր են, որտեղ իրանք կարճ պիտանցիան ժամկետ ունեն, օրինակ 24 ժամ, 6 ժամ կախված ապրանքատեսակից եւ շատ լավ լուծում ունեն, տեսեք վաճառողը տվյալ սննդամթերքի սերտիֆիկատն է կներեք բառիս ասած, գնահատողը, երբ որ դուք նայում եք իրեն վիզուալ, այ իրա պատրաստած սննդամթերքը կգնեք թե ոչ, դա արդեն ձեր որոշումն է։ Պետական վերահսկողությունը ֆիզիկական անձանց կողմից վաճառված այդ մայրուղիներին, ինչ որ փողոցներին վերահսկողությունը որպես այդպեսին չի կարող մեկ փողոցային առևտուր չի համարվում։ Փողոցային առևտրի համար տեղական ինքնակառավարման մարմինները գործառույթ ունեն, բայց տեսչական մարմինը ոչ։ Թույլատվություններ մենք վերահսկողությունը մեկ էլ գյուղատնտեսական շուկաներում հնարավոր որ իրականացնում ենք եւ այդտեղ արդեն խստագույնս պահանջում ենք նորից փաստաթուղթը եւ տվյալ մասնագետի ներկայությունը, որը իրական այդ մսամթերքի փաստաթղթերի հետ կապված կատնամթերքը տանը պատրաստված այդ պանիրները բոլորս տեսնում են պանիրն է ռեժանն է թթվասերն է որ շատ սպառողներ կան որ ասում են այո ավելի լավ է գյուղացուն առնենք որտեվ մաքուր է եւ այլն իրականում ոչ ավելի լավ չի որովհետեւ կատնամթերքի մասով մասնավորեցնեմ տեխնոլոգիական մի process պաստերիզացիան որը բարձր ջերմային մշակման ժամանակ բոլոր վեգետատիվ մարեների ձևերը ոչնչացվում են եւ հետագայում արդեն տվյալ սննդամթերքը իր անվտանգության ցուցանիշներին համապատասխանում է։ Շատ կուզեի շեշտել, որ այս ամեն ինչը պատասխանատվություն է եւ յուրաքանչյուր անձ ֆիզիկական կլինի տնտեսվարող սուբյեկտ կլինի ինքնագիտակցությունը պետքա բարձր լինի եւ հասկանա որ տվյալ ոլորտում պատասխանատու է մարդկանց կյանքի եւ առողջության համար սա ուղղակի բիզնես դիտարկել անհիմն դրսևորում է պատասխանատվությունը ամենակարևոր զգացողությունն է, որ տվյալ տնտեսվարողները պետք է ունենան։ Որոնք երկու կողմից վաճառող եւ գնորդ հարաբերությունները հին են եւ հիշել են երևի վաղինջական ժամանակներից եւ դարերի ընթացքում կարծես երևի ինչ-որ մշակույթ է ձևավորում գնումների։ Ժամանակին կարծում եմ անզեն աչքով կարող ենք այսպես հիշել, որ մարդիկ մոտենում են իրենց միգուցե նախընտրելի ընկերության որևէ ապրանքանիշի օրինակ կատնամթերքի որևէ արտադրանք վերցնում եւ հեռանում էին։ Հիմա սա կարծես գործընթաց է եւ ժամկետն է կարևոր շատերի համար եւ գիտենք նաեւ որ ավելի հինը առաջ է դրվում, ավելի թարմը, ավելի ետ եւ պահանջվում է որոշ ժամանակ այդ տեղափոխության մի խոսքով մարդը վերցնում է ամենաթարմը։ Սա կարելի է բարելավում դիտարկել սպառողի կողմից ավելի խստապահանջ իր առողջության, ընտանիքի առողջության նկատմամբ ինչ է սա եւ որքանով է կարեւոր գնել այսօրվա արտադրանքը։ 2017 թվականին հիմնականում խախտումները, որ գրանցում ենք, դա ժամկետան սննդամթերքներ։ Այս
տարիներին 18-ից սկսած իրականում չունենք այդ պատկերը, շատ հազվագյուտ դեպքեր, որ ժամկետան ցնդամթերք մենք կգրանցենք որպես խախտում, դա կարող են որպես լավ կողմ գնահատել սպառողներին, պահանջատեր լինելու եւ հետեւողական լինելու այդ մասով։ Ձեր կողմից նշվածը ես ինքս ականատես եմ լինում գնումներ կատարելուց, որ բոլոր մարդիկ ձգտում են այդ կատնամթերքին պատին մոտիկ հետևից վերցնել, որտեղ դա հենց այդ օրվա արտադրանք է, որը իրականում իրենց իրավունքն է, բայց որևէ կերպ խնդիրը չի լուծում։ Ինչպես նշեցի, արտադրողներ իրենց արտադրանքը ֆիքսում են արտադրություն եւ պիտանիության ժամկետ։ Այսինքն որևէ կերպ փաստել, որ այսօրվանը ամենաանվտանգն է, վաղվանը վտանգավոր կլինի, ոչ նման մոտեցում սկզբունք չկա։ Եվ ասեմ, որ թթու կատնամթերքներից մասնավորապես կեֆիրը իր պիտանության վերջի օրը ավելի օգտակար է, որովհետեւ համապատասխան ակցիաները, հա, բիֆիդոբակտերիաներն ավելանում, ես բազմանում, ես ինչ եմ ուզում ասել, այդ ակցիաները կեսգին եւ այլն, դրանք նշանակում է, որ արդեն ժամկետը ավարտվում է, շուտ փորձում են ազատվել, հա, խմբականակից։ Առեն, որ հետագայում ժամկետան ցննդամթերք չլինեն։ Դե գրեն, չէ, որ միջև այսինչ օրը, թե գրված է, նշված է վրա։ Պիտակի վրա նշված է, սպառող ինքը պետք է հասկանա, օրինակ գնելուց, եթե ինքը վաղը սպառվելու, արդյոք ես տանը հասցնելու եմ դա վաղը սպառեմ եւ ուղակի ակցիայից օգտվելու համար տենց անգիտակից ընկանակությունը գնեմ, որ ես եմ տանը թափելու, անմտություն է։ Իսկ իրականում այդ ձեր կողմից նշված խնդիրը նաև խնդիր է ստեղծում իրացնողների համար։ Իրացման կետերում օրինակ երբ որ հենց արտադրանք են բերում ոչ այդ օրը, հա, բոլորս հասկանում ենք, չէ՞, խմորեղենը երբ որ 6-ին բերում են իրացման կետ, ինքը չէր կարող գիշերը արտադրել, դա առնվազն մի օր առաջվա պատրաստած է։ Նույնը կատնամթերքի դեպքերում կարող է լինել, չեն ընդունում, որտեվ այսօրվա պետք է լինի, անպայման այսօր պետք է դա արտադրված լինի, դա էլ ուրիշ խնդիրներ է իր հետ բերում, չմակնշել, չմակնշած չպահել, որտեղ մեր վերահսկողության ժամանակ լինում են, որ պահեստներում մենք հայտնաբերում ենք արտադրանք, որը ընդհանրապես արտադրման օր չունի։ Եվ շատ տնտեսվարողներ շատ ազնիվ են գտնվում, բայց ինձ թվում է ուղղակի տեղեկացված չեն, որ տենց ազնիվել ասում են, դե երբ որ պահանջում են, մենք այդ օրով պիտակը նշում ենք եւ դուրս ենք բերում իրացման ցանց։ Այս դեպքում մեր կողմից գործողությունները հստակ են, իրացվում է տվյալ խմբականակի, կասեցվում է տվյալ խմբականակի իրացումը, որտեվ այս պարագայում պիտակի վրա չնշել երբ է արտադրվել, բոլորս ուղղակի ենթադրություններ կանենք, երբ է արտադրվել։ Բնականաբար արտադրողը կասի մի ժամ առաջ, իսկ ես խիստ կասկածում եմ, որ դա կարող է 10 օր առաջ էլ արտադրված լինել։ Քանի տոկոսն է գնորդների ընդհանրապես այդ պիտանելիության ժամկետը նայում։ Չէ, կարծում եմ շատ է։ Չէ, անկեղծ օրինակ ես շատ քչերին եմ տեսել, որ այդ փոքր տարերով դրված մանր տարատեսակով հարուցակնոցների հաճախ նկատում ենք, հաճախ չէ պարբերաբար լուսանկարներ, երբ ձում կամ կատնամթթվասերը մակնշված է 1 օր առաջ։ Այդպես էլ է լինում։ Դա զուտ վրիպակ է, թե ինչ որ հնարամտություն արտադրողի։ Այսինքն ապագայի սննդամթերքայի ունենում ենք տենց դեպքեր, Ինչի հետևանքեր։ Հիմնականում արտադրողները ասում են, որ տեխնիկական վրիպակ է աշխատողի անփութության հետևանքով ա եղել, ճիշտն ասած ես այդքան էլ հակված չեմ, որ դրանք իրականությանը համապատասխանում են։ Արձանագրման դեպքում նորից տվյալ խմբականակը մեր կողմից կասեցվում է եւ տվյալ տնտեսվարողը վարչական տուգանքի ենթարկվում է։ Քանի խանութում են գտնվում, այսպես ասած, մի երևույթի մասին էլ խոսեն, որ միգուցե ձեր գործառույթը չէ, բայց շրինկֆլյացիայի մասին եմ ուզում խոսել։ Դա տերմին է, որը նկարագրում է շատ տարածված երևույթ, որը շատ աննկատ է հաճախ մնում։ Նույն ապրանքը նույն գնով են վաճառում, բայց քաշը քիչ է։ Պատկերացրեցիք, ոչ թե օրինակ 500 գրամ, 400 գրամն են նույն գնով վաճառում, վիզուալ տուփով դժվար թե տարբերես։ Մոտավորապես նման են, մոտ են։ Կամ դժվար թե ձուկանի թղթի ռուլոնի, չգիտեմ, 2 սանտիմետր կարճ լինելը մենք դժվար թե նկատենք, բայց դա պատկերացրեք քանակի մեջ ինչ տնտեսում է, չէ՞, արտադրողի համար։ Այդ շրինկֆլյացիա է կոչվում, եւ այսօր ամբողջ աշխարհում է տարածված երևույթ է։ Մենք հաճախ գնում ենք նույն ապրանքը, բայց քաշով ավելի թեթև, նույն գնով։ Ես այդ խնդրին հանդիպել եմ անձամբ եւ իսկապես տարել եմ կշռելու, խոսքը երշիկի մասին էր, որը նկարագրված է պիտակում գրված էր, եթե չեմ սխալվում, 800 գրամ, բայց
մոտարապես երևի 620 կամ 630-եր։ Հատետավորված դա ապրանք։ տեսչական մարմնի գործառույթներից դուրս է, որտեղ մենք սննդի անվտանգության գործառույթ ենք իրականացնում, Սա պարզապես խարդախ չէ, ձեր կողմից նկարագրվածը կեղծում է։ Որտեվ կեղծման մի քանի տեսակ կա։ Երբ որ դուք պիտակը փոխում եք առանց բաղադրության փոփոխության, երբ որ բաղադրությունը փոփոխում եք առանց պիտակի փոփոխության եւ արդեն քաշերի հետ կապված փոփոխությունը։ Ժամանակին ձեր կողմից նշվածը կաթնամթերքի ոլորտում էլի շատ արդի էր, որտեվ նույն ձեր ասած տարան նույնն էր, բայց լցված էր շատ քիչ եւ տնտեսվարողները նաեւ հնարամտություն էին արել։ Գրում են, որ դա 400 գրամ է, բայց դուք իներցիայով գիտեք, որ տարան նույնն է, դա 500 գրամ է, գինը չի փոխվում։ Երբ որ դուք արդեն, մեր մարմինը չէ, բայց վերահսկող մարմինը, հսկողության ժամանակ հայտնաբերում է, տնտեսվարողը ասում նշել են, որ սա 400 գրամ է։ Սա արդեն սպառողին թյուրիմացության մեջ գցելու գործոններից է, որ իրավական կարգավորում որպես այդպեսին չունի, որտեղ վիզուալ է դա։ Իրականում ինքը նշում է, որ ինքը նշում է, ինքը այդ դեպքում արդեն որևէ խնդիր չի ստեղծել։ Հայաստանում դեղամիջոցների, դեղերի, թուրմերի եւ այլն վերահսկողությունը ինչ մարմին է ապահովում։ Օրինակ պատկերացրեք դեղատանը թուրմ են ինչ որ վաճառում կամ ինչ որ լուծույթ կամ հեղուկ ողողումների համար եւ այլն։ Ով է բաղադրության տերը կոպիտ ասած։ Ճիշտն ասած, տեսչական մարմնի գործառույթների մեջ մտնում է կենսաբանական ակտիվ հավելումները, որոնք էլի դեղատներում են վաճառվում, որտեղ դրանք որպես այդպեսին սնդամթերք են համարվում։ Բադեր ասվածը, այո, եւ դրա վերահսկողությունը եւ գրանցման գործընթացին տեսչական մարմինը մասնակցում է, որտեղ դա սննդամթերք է եւ նորից անցնում է գնահատման գործընթաց, այդ գնահատման գործընթացի արդյունքում տեսչական մարմնի կողմից մտցվում է ռեեստրը, իսկ այդ ռեեստրը միասնական է ԵԱՏՄ երկրների համար, անկախ դրանից որ երկրում է, որ անդամ երկրում է դա գնահատվել, բոլորի կողմից նորից ընդունելի է եւ օրինակ երբ որ շրջանառվում է որևէ տեսակի բադ, կենսաբանական ակտիվ հավելում, մենք ուղղակի նայում ենք, որ ինք ունենա պետական գրանցում, ռեեստրում գրանցված լինի, իսկ կասկածի կամ բողոքի դեպքում նաև սաստավի նույնականացում է իրականացվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գիտեք, չէ՞, սննդի անվտանգության եւ դեղամիջոցների շրջանում մի մարմին է FDA-ն է։ Դա շատ ազդեցիկ իմիջիալոց կառույց է։ Հուսամ մի օր մենք էլ տենց ազդեցիկ կառույց կդառնանք։ Շնորհակալություն, որ եկաք, հետաքրքիր նյութեր եւ հարցեր քննարկվեցին եւ այժմյան տվյալներ հաղորդեցիք մեզ, շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցիք այս զրույցին։ Արամ գուցե ավարտի համար մասնագետի խորհուրդը թե սպառողներին, թե տնտեսվարողներին։ Սպառողներին կհորդորեմ, որ աչալուրջ լինեն, պահանջատեր լինեն եւ խախտումների դեպքում անպայման ահազանգ են, չհապաղեն, որևէ այլ կերպ չդիտարկեն իրենց բողոքը շատ կարեւոր է մեզ համար եւ մենք ունենք հատուկ հեռախոսահամար 118 կարճ համար, որին մեր մասնագետները սիրով կպատասխանեն եւ անհրաժեշտության դեպքում, երբ որ խնդիր կարձանագրվի, մենք արագ կարձագանքենք։ Իսկ չբավարարվեն միայն ետ տանելով, հանձնելով գումարը հետ վերցնելով, որովհետեւ դա կետային լուծում կլինի, բայց ոչ գլոբալ խնդրի եւ այդ պահին կարող է մի այլ խանութում կամ մի ուրիշ տեղ մեկ այլ սպառող դրանից վնասներ կրի կամ աստվածչանի թունավորվի։ Իսկ տնտեսվարողներին կհորդորեմ պահպանել օրենսդրական պահանջները։ Ես միշտ իմ խոսքում նշում եմ հարգելի տնտեսվարողներ, դուք տվյալ պահանջները կատարեք ձեզ համար, որտեղ առաջին հերթին դա ձեզ է պետք, այլ մի կատարեք նրա համար, որ տեսչական մարմինը ձեզ ուղակի չտուգանի եւ նպատակաուղեք ձեր ֆինանսական միջոցները ձեր մոտ խնդիրները լուծելուն, այլ ոչ թե փուլային լուծում գտնել։ Կհորդորեմ, որ պահպանեն ուղղակի օրենսդրական պահանջները եւ պարտավորություն կրեն սպառողների առողջության եւ անվտանգության համար։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանին։ Շնորհակալություն։